Сегодня мы с вами в самом сердце Армении. Երևանում կինոյի օրեր են։ Եվրասիա կինոֆեստը Հայաստան է բերել Ռուսաստանի, Տաջիկստանի, Մոլդովայի եւ այլ երկրների հայտնի դեմքերին։ 3 օր մարտի 11-ից 13-ը Երևանյան էկրանին կլինեն դոկումենտալ, վավերագրական, գեղարվեստական, կարճամետրաժ եւ այլ ժանրի ֆիլմեր։ Мы не могли, естественно, представить всю палитру и многообразие конкурсной программы. Մրցութային ծրագիրն ամբողջ ծավալով ու բազմազանությամբ հնարավոր չէ ներկայացնել։ Ֆիլմերը շատ են, այնպիսի ցանկ են կազմել, որ շատ երկրներ ընդգրկվեն։ Հայաստանից բացի Եվրասիա կինոֆորումը տեղի է ունեցել նաև Ղրղստանում եւ Աբխազիայում։ Երևանից հետո փառատոնը կմեկնի Մինսկ։ Հետխորհրդային մայրաքաղաքներում անցկացվող փառատոնները Սոչիում կայանալիք հիմնական փառատոնի նախապատրաստությունն են։ Мы представляем 10 лучших картин победителей Евразия кинофест, который прошел у нас в Москве. Ներկայացնում ենք Մոսկվայի փառատոնում հաղթած 10 լավագույն ֆիլմերը։ Նման միջոցառումները եւս մեկ անգամ կարևորում են կինոյի դերը, ուղղություն տալիս գրագետ ֆիլմ նկարելու հարցում, ընդգծում միջմշակութային երկխոսության նշանակությունը։ Կինոդիտումից բացի փառատոնի ընթացքում կլինեն նաև համերգային ծրագրեր, մշակութային եւ կրթական հանդիպումներ։ Եվրասիական մշակույթից ենք մենք բոլորս եւ փոխանակումը իրար ավելի լավ ճանաչելը, իրար ավելի լավ հասկանալը կարևորագույն նշանակություն ունի առհասարակ օրինակ նույն արտաքին քաղաքականության մեջ։ Եվրասիա կինոֆեստին Հայաստանը նախկինում ներկայացրել են Տիգրան Աղաջանյանը եւ Տաթև Մկրտչյանը դատարկություն եւ հայրիկ ֆիլմերով։ Ռեժիսորական գաղափարի լավագույն մարմնավորման համար հայրիկ արժանացել է հատուկ մրցանակի։ Սևակ Վարդումյան, Էպիկենտրոն։